Ալո, հա տիկին Կարինե։ Բարի երեկո Մարիշ ջան, հոգնած չէիր։ Չէ, լոգարանում էի։ Կներես այս ժամին զանգում եմ, ուղղակի անհանգստությունից տեղից չեմ գտնում։ Ինչ որ բան է եղել տիկին Կարինե։ Առավոտից չեմ կարողանում կապվեմ Նանայիս հետ։ Դու խոսել ես։ Չէ, չեմ զանգել։ Իսկ Սարգիսի հետ փորձել եք կապվել։ Նա էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։ Դորոննակ է։ Սա Նանայիս նման չի, ինքը միշտ հետ է զանգում կամ տեղյակ է պահում։ Լավ տիկին Կարինե, ես հիմա փորձեմ զանգել ու ձեզ հետ կզանգեմ։ Անիմաստ է, տարբեր հեռախոսներից զանգել եմ, չեն պատասխանում, Մարիշ։ Ես ուզում եմ գնամ Ծաղկաձոր, համոզվեմ ամեն ինչ կարքին է, թե չէ։ Դու այդ հյուրանոցի հասցեն գիտես։ Հա, գիտեմ, բայց կարիք չկա, որ դուք գնաք։ Վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան չկա։ Ես կարող եմ գնալ։ Չեմ ուզում քեզ անհանգստացնեմ։ Անհանգստացնելու բան չկա տիկին Կարինե։ Ես կգնամ կտեսնեմ ինչա ձեզ կզանգեմ, բայց վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան չկա։ Նորապսակներ են։ Ուղղակի հեռախոսները անջատել են, մոռացել եմ բոլորի մասին։ Դա Աստված ամեն ինչ լինի այնպես ինչպես դու ես ասում։ Ես քեզ խնդրում եմ, հենց ինչ որ բան իմանաս անմիջապես ինձ զանգի, լավ։ Լավ, լավ։ Բիվակ խմեք տղեկ։ Հա, ինձ մի հատ տուրել է։ Ինձ էլ դու։ Տվեք գորը գալիս է Երևան։ Տասակ, որոշել եմ մնա։ Ես էլ պիվա չունենք։ Չէ, արեսի խմի եսը, որ դուրս գան կառն։ Սաղաքոն ոստիկանություն դիմում ա գրել։ Շատ լավ արել։ Եսա վաղվանից ոստիկանությունը ինֆոկ տարածին Նանայի մասին ու հնարավոր է մի բան դուրս գա ջրի երես։ Որ դուրս գան Անայի մաման էլ է իմանալու։ Սենց տնենց իմանալու են տղեկ։ Սենց ակապ նստելով բան դուրս չի գա, պետքա գնալու մի բան անել։ Բայց ինչ պետքա արդեն անել ենք, ում պետքա տեսել ենք։ Ոնց սպասենք դրանք գորական վարոշին ինչ նոր ինֆո են վերում։ Բեկի բավ ես ասում։ Տղեկ մեր մեջ ասած այն փաստը, որ իր ավտոն քաղաքում տեսել են, իրան մեղավոր չի դարձնում։ Հա բայց այդ նույն ժամանակահատվածում ա եղել, երբ որ Նանեն անհետացել է։ Բեկը մեքենայի մեջ չի եղել, չէ։ Արա մրդոն բեկի մարդը չի։ Ահա։ Բա բեկը պարտադիր չի իրա ձերքով Նանային փախցել էր։ Ուզում ես ասել մրդոն մենակով գնաց է մտել հյուրանոց, Նանային գողացել է ու ոչ մի բան չի տեսել, հա։ Դա տենց է ստացվում, Սևո։ Եթե այդքան վստահ ես դրանում, եկեք գնանք, դրան բռնենք ու ստիպենք, որ ամեն ինչ խոստովանի։ Արա լավ տղեկ ինչ եք այդքան տականում։ Սաղ ճամփին հետ եք խոսում, հիմա մի բան էլ կշարունակում եք։ Եկեք հենց մի բան հասկանանք, պատկերացնենք, եթե նույնիսկ այդ ամեն ինչը բեկն արել, ինքը երբեք չի խոստովանելու։ Ինքը լավ գիտակցում է, հասկանում է, որ սա լուրջ քրեական գործ է իր վրա։ Օ հələ հարց է, մենք իրան կարանք մոտիկանանք, թե չէ։ Մանավանդ հիմա, երբ որ այս գործին խառնված է ոստիկանությունը։ Տղեկ, ես գիտեմ, որ մեզնից ամեն մեկը Նանայի համար ամեն ինչի պատրաստ է, բայց եկեք մի քիչ խելքով մտածենք։ Եկեք սպասենք գորը գա ու որոշենք անելիքներս։ Հանգստացրի։ Վարվում ես։ Խմի պարացետամոլ։ Բացի բերանդ վեկալ խմի աղջի կարող եմ մեռնես։
կդզվես։ Դու գիտես, որ ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ։ Քո երջանկությունը այս կյանքում իմ համար ամենակարևորն է։ Քո հետ ամուսնանալը իմ կյանքի ամենակարևոր որոշումներից ու ճիշտ որոշումներից մեկն է եղել։ Ես չէի մտածի, որ ինչ-որ մեկին կարող եմ այսքան շատ սիրեմ։ Այս կյանքում իրոք մենակ դու ես ինձ սենց լավ հասկանում։ Պետք չի, որ ես քեզ ինչ-որ բան ասեմ կամ ցույց տամ։ Դու միանգամից զգում ես, այդից դուր է գալիս։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Եթե անգամ աշխարհը գլխի վրա շուրկը միևնույն է, ես քեզ շարունակելու եմ սիրել։ Մեզ ոչ մի բան չի կարող բաժանի։ Անե ոչ մի բան։ Նան։ Նան է։ Մարիշ ինչ ես անում ստեղ։ Դու ասա։ Ոչ զանգում եք, ոչ SMS-ներին եք պատասխանում։ Տիկին Կարինեն գիտես ինչ վիճակում էր։ Ուզում էր գար, չեմ թողում։ Լսի, հասկացանք, նորապսակներ եք, բոլորի մասին մոռացել եք, բայց կարելի էր գոնե մի հատ զանգել։ Նան։ Նան, որտեղ ես։ Նան։ Մարիշ։ Հա։ Նանն ստեղ չի։ Այսինքն ոնց ստեղ չի, բա ուր է։ Սա ինչ է եղել։ Որտեղ է Նանան։ Կլինի խոսես։ Նանն կորել է։ Ոնց կորել է, ինչ ես խոսում սա քո։ Ջանոյս թայֆից ոչ մեկ ոչ մի բանից կուրսի չի։ Դաժե մի թեթև նամյոք չկա, որ բեկը աղջիկա փախցրել։ Այնք կարող այդ ամեն ինչը գաղտնի աներ։ Կարար, բայց այսօր առավոտ հոր հետ Շավոյից հետ հանդիպման ա եղել։ Այն բոշենց թեման են քննարկել։ Մի քիչ տարօրինակ է այս ամեն ինչը։ Եթե բեկը որոշել էր Նանեին գողանար, իր մաշնով չէր տա, որ պալիտ չլներ։ Ինքը ավտոյի մեջ չի եղել։ Այդ կապ չունի։ Դա հնարավոր է, չգիտեմ, իմպուլսիվ որոշում ա եղել։ Պատահական տեսել է Նանային, որոշել է գողանա։ Նա մենակ դա չէր կարա աներ։ Նրան օգնել են։ Ուրիշ ինչ կա, որ ես պետք է իմանամ գոր։ Սակն ոստիկանությունում դիմում ա գրել։ Ու նշել ա, որ բեկին ա կասկածում։ Բեկի անունը ինձ դուր ա տվել։ Եթե նա վտանգ զգաց, Նանեին նա անմիջապես կվերացնի, որ կաշին փրկի։ Դե բան չասի։ Ընկերներիցս մեկի բարեկամը ոստիկան ա։ Ինքն ա խորհուրդ տվել, որ տենց անում։ Դե որ հետո իրանք հնարավորություն ունենան բեկին հարցը քննելու։ Ես մնում եմ իմ կարծիքին, բայց դա բան չի փոխում։ Ես խոսամ Ջանոյի հետ, կհասկացնեմ ինչ պետք է։ Թարգում Նանեն մենակ իմ համար ընկերոջքին չի։ Ինքը իմ համար հարազատ քրոջ պես է։ Մենք սաղս իրար հետ ենք մեծացել։ Իմ ընկերների համար էլ ինքը հարազատ քրոջ պես է։ Հասկանում եմ։ Մենք կարանք բեկին գողանանք ու ստիպենք, որ Նանային հետ տա։ Չէ, ու դրա համար երկու պատճառ կա։ Առաջին, մենք վստահ չենք, որ Նանեն նրա մոտ է։ Երկրորդ, ձեզ բոլորիդ կսպանեն գոր։ Հիմա պետք է ոսկերչական ճշտությամբ աշխատել, որում գիտեղ աչքներ չանենք։
Գարիգուն ջանո ես եմ։ Հանդիպելա պետք։ Եթե նեղություն չի, իմ տուն արի, կխոսանք։ Լավ, սպասում եմ։ Ես ուզում եմ դու ներկա լինես խոսակցության, որ ամեն ինչ քո ականջներով լսես։ Կներես մամանա, պետք է պատասխանեմ։ Հա, մամ ջան։ Ոնց ես ցավդ տանը։ Նորմալ, մամ ջան, դու ոնց ես։ Լավ, դու շատ կուշանաս։ Հա, մամ ջան, դու պարկի հանգստացի, ես ուշ կգամ։ Հա, եղավ։ Գորջան, կերակուրը գազի վրա է տաքացնես։ Կուտես։ Մամ, զենդ մի տեսակ է։ Ինչ տեսակ է։ Հոգնած եմ ուղղակի։ Լավ, ցավդ տանում, բարի գիշեր։ Բարի գիշեր, ցավդ տանում։ Մուրադ Սավոյան։ Հա։ Քրեական ոստիկանություն։ Պետք է մեզ հետ գաք բաժին։ Ինչի համար։ Ավելի լավ է նստեք մեքենան, տեղում կիմանաք։ Լավ կլինի ինքնակամ նստեք։ Ես գիտեմ, որ բեկը տականքի մեկն է, բայց պետք չի միանշանակ պնդել, որ Նանեն նրա մոտ է։ Մարիշ, Նանեն քո մոտիկ ընկերուհին է։ Ինձ ասա, ինչը կարար ստիպեր Նանեին բարձր ջերմությունով դուրս գար ստեղից, հեռախոսնել թողեր ստեղ։ Ես չգիտեմ։ Ոստիկանությունն ինչ է ասում։ Ստանդարտ բաներ։ Կպարզենք, կգտնենք։ Գիտեմ բառերը հիմա քիչ են, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ավարտը պիտի լավ լինի։ Դու այստեղ մեղք չունես։ Ունեմ։ Խոստացել եմ, որ պետք է պաշտպանեմ, որ կողքը կլինեմ, բայց հիմա ոչ գիտեմ ուր է, ոչ գիտեմ ինչ վիճակում է, ու այս անզորությունից ես արդեն գժվում եմ։ Սակ, հիշի Նանեն ուժեղ տեսակ է։ Ինքը մի ելք կգտնի ու կգա կտեսնես, լավ է լինելու։ Գիտեմ հիմա ժամանակը չի, բայց ճիշտ չի, որ տիկին Կարինյան սոցհարթակներից ու հեռուստատեսությունից իմանա, որ Նանեն անհետացել է։ Համաձայն եմ, բայց ես չեմ կարա հիմա խոսամ հետը։ Ես կխոսեմ, կասեմ ես իրեն։ Մերսի։ Միշտ դժվար պահերին իմ ու Նանեի կողքն ես։ Ինչպես և դուք, իմ։ Տաքսի կանչան գնան Երևան։ Բա դու։ Ես կմնամ ստեղ։ Հավանականությունը շատ քիչ է, որ Նանանի հետ կգա, բայց չեմ կարա թողեմ ու գնամ։ Բարով ձեզ։ Բարիգո։
Ուրախ եմ, որ քեզ ազատության մեջ եմ տենում։ Որն է իմ հարազատ։ Ուրախ եմ, Գորջան։ Շնորհակալ եմ, որ եկար։ Ավելի շուտ էի ուզում գայի։ Զորոն ասաց, հետո կհավաքվենք կնշենք։ Հա, ուզում եմ ընտանիքից հետ մնամ մի քիչ։ Հասկանում եմ։ Ընտանիքը կարևոր է շատ։ Նանեն ա կորել։ Նանեն։ Էդ են աղջիկն ա, որ Հա, ամուսնու հետ Ծաղկաձորում ա եղել։ Հյուրանոցի համարից գողացել են աղջկա։ ու դու մտածում ես, որ բեկը սա է տարել։ Ես ոչ մի բան չեմ մտածում։ Քեզ հրավիրել եմ, որ միասին փորձենք, հասկանանք։ Լուծում գտնենք։ Ես միամիտ մարդ չեմ թորգում։ Ոչ պատահական չի, որ ես իմաստել եմ։ Դեպքը այսօր ցերեկն է եղել։ Այսօր բեկը ամբողջ օրը իմ հետ ա եղել։ Մարդիկ կան տեսել են ու կարան հաստատել։ Բայց մրդոն է եղել Ծաղկաձորում։ Ձեր մարդը։ Ճիշտ է, ու ես կուրսի եմ։ Ես եմ ուղարկել, որ գնա ջեռուցումը ստուգի։ Մի քանի օր առաջ սեկցիաները պայթել էին ու սաղ ջուրը լցվել էր տունը։ Վարպետն էլ ասեց, 2 օր մեկ օթերը թողենք։ Թորգոմ, մեր ուսերի հետևը ապրած կյանք կա։ Ու դու գիտես իմ խոսքի կինը։ Բեկը այս թեմաների մեջ չկա։ Ես քո խոսքին հավատում եմ, բայց իմիկվա ջահելությունը խոսքի արժեքը չի հասկանում։ Ապրում են օրով, ոչ մեկին չեն արգում։ Հա, դու ճիշտ ես։ Բայց իմ բեկը տեն չի։ Ինքը գիտի, որ հանգարտ ջուրը պղտորեց, ես իմ ձեռով կսպանեմ։ Թորգոմ էլ եմ ասում։ Քո պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Ես ամեն ինչ կանեմ, որ այդ երեխեն շուտ գտնվի։ Իմոց կասեմ, թող ստեղ ընդեղ հարց փորձ անեն։ Կարող է մարդ ես մի բան իմանանք։ Մենակ շնորհակալ կլինեմ դրա համար։ Ինչ ես մտածում։ Եթե նույնիսկ բեկն է տարել, առանց հոր իմացության արել, ջանոն հին ոսկորա ու չեր մտնի այդ բեռի տակ։ Բա մենք ինչ անենք։ Սաղ ուղություններով հիմա աշխատում ենք, ամենք անոստիկանությունը։ Վստահ եմ, շուտով մի բան կիմանանք։ Արդեն 1000-րդ անգամ եմ ասում, բեկը հետս չի եղել։ Ու ես մենակ եմ գնացել Ծաղկաձոր ստուգելու պարավորները։ Հետո նորից վերադարձել եմ Երևան, մենակ, ու այդ ընթացքում ոչ մեկ չի հանդիպել։ Ես աղջկան էլ չեմ տեսել։ Ընդհանրապես չես տեսել։ Ընդհանրապես տեսել եմ։ Ինչ-որ ժամանակին շփվել են բեկի հետ, բայց Ծաղկաձորում չի հանդիպել։ Քեզ տարօրինակ չի թվում են փաստը, որ Նանեն անհետացել է այն ժամանակ, երբ որ դու եղել ես Ծաղկաձորում։ Ինչի մենակ ես եմ Ծաղկաձորում եղել։ Բնականաբար չէ։ Բայց դու, ավելի ճիշտ բեկը, պատճառ եք ունեցել դա անելու։ Չէ, ոնց որ մենք իրար չենք հասկանում։ Այդ դու չես հասկանում, որ մի ոտով արդեն գերեզմանոցում ես։ Դու բեկին լավ ես ճանաչում, ավելի լավ, քան ես։ Ու շատ լավ գիտես, որ քո նման վկային ինքը կենթանի չի թողի։ Հա, հիմա կարող է գլխի տակ փափուկ բարձ տնի, չգիտեմ, փող խոստանա, սպառնա, բայց հենց զգաց իրական բացահայտվելու վտանգը քեզ միանգամից կսպանի։ Չի սպանի, ու գիտես խի։ Հələ լուսավորի։ Որովհետև ես այս թեմաների հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ես ոչ գողացել եմ այս աղջկան, ոչ էլ օգնել եմ ինչ-որ մեկը գողանա, ու ընդհանրապես կուրսիչ եմ։ Եվ առհասարակ, դու ինձ սկզբից ասեցիր, որ պետքա զրուցենք 2 բառ։ Ու այդ զրույցը կամաց դառնում է հարցաքննություն։ Ես փաստաբան եմ պահանջում։ Զրույցը դառնում է հարցաքննություն,
երբ որ մարդը չի ուզում ասի ճշմարտությունը, ու ոչ մի փաստաբան քեզ չի փրկի, եթե ճիշտը չասես։ Ես ճիշտ եմ ասում։ Չես հավատում, գնացեք ստուգեք, խուզարկեք, ապացույցներ գտեք։ Ես սրանից ավել ասելու բան չունեմ։ Իմ խաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ քո պատկերը անես կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդե տարիներ կսահեն ախ մեռեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ կմեռնեն երազները բոլոր քո անունը հավերժ